Միշտ խոսում ենք Դվինի մասին եւ Դվինը պատկերացնում ենք որպես միջնադարյան Հայաստանի խոշորագույն կենտրոն եւ մայրաքաղաք։ Իրականում ինքը շատ ավելի վաղ շերտեր ունի եւ այդ շերտերը շատ հետաքրքիր մեկնաբանությունների տեղ են տալիս, ըստ որում միշտ ենթադրություն կա, թե Խոսրով Կոտակը երբ արքունիքը տեղափոխեց Դվին այս բարձրունքի վրա, իսկ Դվին հենց բարձրունք է նշանակում, ամայի տեղ էր, որտեղ կառուցեց այն։ Իրականում հավանաբար Խոսրով Կոտակը 4-րդ դարում շատ լավ գիտեր, որ այստեղ հնագույն բնակատեղի կա եւ այդ բնակատեղին օգտագործել է արքունիքը կառուցելու եւ վերակառուցելու համար։ Բնակատեղի, որը հազարամյակների պատմություն ուներ արդեն։ Բնակատեղին, որը անկեղծ ասած այստեղ 3-րդ հազարամյակից է սկսում մեր թվականությունից առաջ, բայց առաջին հազարամյակի սկզբին, մթագուցե 11-10-րդ դարերում։ Այստեղ շատ մեծ պաշտամունքային կենտրոն է եղել եւ պեղումները դա ցույց են տալիս։ Հսկայական նյութեր են բացվել, որոնք խոսում են պաշտամունքային այս մեծ կառույցի մասին։ Դրանք սենյակների պատերին ամրացված ծիսական հարթակներ են, տախտակներ են, շատ հետաքրքիր պատկերներով, դրանք հրաշալի խեցեղեն է, դա պաշտամունքային անոթներ են կեռնոսատիպ, որոնք առնչվում են մեռնող եւ հարուցնող բնության պաշտամունքի հետ։ Եվ այս առումով իհարկե Խոսրով Կոտակը պիտի գար այսպիսի մի տարածք եւ իհարկե պիտի մայրաքաղաքի գոնե թե արքունիքի մի կարևոր մասը տեղափոխեր այս բարձրունքի վրա։